ինքներս մեզ գնահատմիածինը, մայր տաճարը, մայրաթոռը, մեր ողջ եկեղեցին այդ պատմության կրողը լինելով նաև առաջնորդող նավ է մեզ համար։ Մեր կյանքում այս դաժան իրականության մեջ մեր, ինչպես միշտ ասել եմ, գողացված ուրախության եւ պատվի ժամանակներում Սուրբ Էջմիածինը, մայրաթոռը, հայ եկեղեցին դժբախտաբար, ինչպես պատմության շատ հանգրվաններում մնացել է որպես վերջին հանգրվան, որպես վերջին խրամատ եւ որպես վերջին պատնեշ եւ հաղթելու է Սուրբ Էջմիածինը, ինչպես հաղթել է մշտապես։ Սուրբ Էջմիածինը հիմնադրվել է Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, Տրթատ մեծ արքայի, ինչպես պատմիչը նկարագրում եմ, Արարատից հսկայական քարեր բերելով եւ հիմնադրելով, հիմքերում դնելով, Աշխեն թագու փեշերի մեջ դարձյալ Արարատի հողը պարունակած հիմքերի մեջ լցնելով, հետևաբար նաև այդ ավանդությունը, պատմությունը մեզ հուշում է այն մասին, որ մեր ամբողջ ինքնության համապարփակ ներկայությունը, խտացված ներկայությունը, արարատացած ներկայությունը, ովքեր դուրս են եկել, ովքեր ցանկացել են կործանել Էջմիածինը եւ Արարատը, իրենք մնացել են այդ քարերի տակ, այդ հողի տակ, որովհետև Սուրբ Էջմիածինը կառուցված է վեմի վրա, որը ոչ մի դժոխքի դուռ չի կարող սասանել։ Այդպես է Սուրբ Էջմիածնի պատմությունը։ Եվ այսօր յուրաքանչյուր հայ մարդու տոնն է, որովհետև Սուրբ Էջմիածնի ճանապարհով, մայր տաճարի ճանապարհով Աստված եւ հայ մարդը ձեռքեր իրար մեկնած հանդիպում են։ Ձեռքեր իրար մեկնած հանդիպում են բարեխոսությամբ Տրթատ մեծ արքայի, Սուրբ Տրթատի, բարեխոսությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորչի, բարեխոսությամբ մեր բոլոր սրբերի, ովքեր Սուրբ Էջմիածնի երազով են եւ հաղթանակով են մեկնել երկնքի թագավորություն։ Մեր շուրջը շիրիմներ են, մեր շուրջը մեր հայրապետների շիրիմներն են, ովքեր կենթանի վկայություններն են, յուրաքանչյուրը մեկ-մեկ սյուն լինելով կենթանի վկայություններն են, պատմություններն են մեր ինքնության, մեր ճշմարտության, մեր հաղթանակների։ Այս ամբողջ շրջապակը Սուրբ Էջմիածնի յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր կառույց խոսում է ինքը իր մասին։ Այստեղ են ծնվել հաղթանակները մեր եւ այստեղից են ծնվել։ Եվ ուզում եմ դարձյալ շատ հիշված Սարդարապետյան Նախորեի պատմությունը հիշեցնել։ Գևորգ 5-րդ Սուրենյանց հայրապետի, որի շիրիմը այստեղ հանգրվանած է։ Եվ այս բակը, ամբողջ բակը եղել է ցեղասպանությունից մազապուրծ եղած մեր հայրենակիցներով, հիվանդությամբ, աղքատությամբ, որբությամբ, ամենածանր իրավիճակում այս տունը գրկել է բոլորին, այս բակը գրկել է բոլորին։ Մենք որտեղ կանգնած ենք, վստահաբար շատերի արյունն է այստեղ հեղված, որովհետև նաև այստեղ են իրենք ուղարկավորվել։ Եվ այստեղ է ծնվել այս շենքը, որ հին վեհարանի շենքն է, այստեղ է ծնվել նաև մեր հաղթանակի պատմությունը, երբ Գևորգ 5-րդ վեհափառը Սարդարապետի Նախորեին դարձավ հենց այդ ժողովրդին եւ ասաց, որ հավատում է այդ ժողովրդի հաղթանակին։ Հավատում է, որովհետեւ այդ ժողովուրդը, այդ հիվանդ ժողովուրդը, խոցված ժողովուրդը, այդ որբացած ժողովուրդը ոտքի կանգնելու եւ իր վերջին խոսքը ասելու հրամայականն ունի։ Եվ դա այդպես եղավ եւ այդպես լինելու է, որովհետեւ կա Սուրբ Էջմիածին, կա արարատացած կյանք, կա ոչ միայն հիմնադրություն, այլ նաև վերխոյացում եւ այդ ճանապարհը լինելու է միայն հաղթանակի ճանապարհ, որովհետեւ այդպես է Սուրբ Էջմիածնի պատմությունը գրված։ Եվ այստեղ է նաև հաղթանակի կամարը Տրթատ մեծի, որը խոսել է նաև հայոց զենքի հաղթանակների մասին, հայոց կամքի հաղթանակների մասին։ Խոսել է, պատմում է մեզ այն մասին, որ ամենադժվար ժամանակներում այդ հերոսական սխրանքի իրագործումը մեր կյանքում տեղի ունենում է։
Եվ այո, ուզում եմ կրկնել 1937 թվականին ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի այսօրվա լեզվով պետական անվտանգության կոմիտեի բանտում նահատակված Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանի անմահ խոսքերը, որոնք ուղղված են բոլոր նրանց, ովքեր անցնում են Սուրբ Էջմիածնի կողքով կամ փորձում են հարձակվել Սուրբ Էջմիածնի եւ Մայր եկեղեցու վրա։ Ասում է մարտիրոսացած նահատակ սրբազանը։ Սուրբ Էջմիածնի պատմությունը շատ մեծ ներկայություն ունի հայ ժողովրդի պատմության մեջ։ Անցել են շատ ժամանակներ, շատ թշնամական ժամանակներ։ Սրանք էլ կանցնեն եւ մենք կանցնենք, բայց Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյան։ Եվ այդպես լինելու է, անկախ նրանից, թե այսօր քանի տեսակ եւ ինչպիսի գույներով, երանգներով ու շերտերով հարձակում կա մեր ինքնության, մեր Սուրբ Էջմիածնի եւ Սուրբ եկեղեցու վրա, մեր պետության վրա, մեր կյանքի վրա, մեր կենսագրության վրա, մեր պատմությունը լինելու է եւ մնալու է հաղթանակի պատմություն։ Ժողովուրդ ջան, տոնը շնորհավոր։ Սուրբ Էջմիածինը թող որպես Աստծո համբույր դրոշմի սրտերիդ, մտներիդ, կամքիդ, հաղթանակիդ եւ հույսիդ տեսիլքի մեջ եւ որևէ վարքյան կասկած չունենաս քո իսկ հաղթանակի վրա, որովհետեւ Սուրբ Էջմիածնի զավակն ես, որովհետեւ պատմություն ունեցող մարդկանց զավակն ես, որովհետեւ պատմություն ստեղծած ժողովրդի զավակն ես, որովհետեւ հաղթանակից անխուսափելիորեն հաղթանակից չվախեցող մարդկանց զավակն ես։ Շնորհավորում եմ եւ մեր որդիական խոնարհումը Վեհապար Հայրապետին, մեր ողջ հոգեվոր դասին եւ մեր ողջ ժողովրդին։ Չկա հայոց պետականություն առանց Սուրբ Էջմիածնի։ Սուրբ Էջմիածինը որպես Աստծուց իջած փառքի լույս մշտապես ճառագայթելու է մեր կյանքում, ցրելու մեր կյանքի խավարը։ Աստված օրհնի բոլորին։ Ցույց կտաք ինչ խաչ էր։ Աշոտ երկաթի խաչն է, հաղթանակի խաչ։ Շնորհավոր։
Աստծո, մեսու լավ է։ Հա։ Այսինքն շփթացն է։ Ինչ կնկարեք։ Հա։ Գյումրիից եք եկել։ Ապեք։ Ինձ էլ խաչ տվեք եք։ Տոնը մայր տաճարի, Սուրբ Էջմիածնի մայր տաճարի հիմնադրության մասին է, որի հիմքը դրվել է 301 թվականին և ավարտվել 303 թվականին Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Տրդատ արքայի, Սուրբ Տրդատ արքայի անմիջական մասնակցությամբ ամբողջ արքունական ընտանիքի և ըստ պատմիչի Տրդատ արքան Արարատից մեծ քարեր շալակած բերել և հիմնադրել է Սուրբ Էջմիածին, ինչպես նաև Աշխեն Թագուհին փեշերով հող էր բերում և լցնում հիմքերը։ Պատմությունը սա է, Լուսավորչի տեսիլքը առողջով հարված, գետնին որպես փառքի լույս, որ ճառագայթել է մեր կյանքում։ Բայց այդ պատմության խորհուրդը մինչև այսօր ձգվում է, անընդհատ, մեր կյանքի արարատացումն է Սուրբ Էջմիածին։ Այստեղ են ծնվել, այստեղից են ծնվել, այս խորհրդով են ծնվել մեր բոլոր հաղթանակները։ Ինչպես տեսնում եք, ամենականգուն, ամենապայծառ, ամենախոսող, հային նկարագրին հարազատ միջավայրը, կառույցը, պատկերը, հոգևոր տունն է, որ մեր պատմության 1722 տարի մշտական ներկայություն ունեցել։ Քիչ առաջ եմ ասել, ուզում եմ նույն խոսքով ամփոփել։ 1937 թվականին, երբ մեծ հալածանքներ էին հայ եկեղեցու նկատմամբ, գնդակահարվում, հալածվում, անարգվում, զրպարտվում էին մեր սրբազաններ, ամենայն հայոց կաթոլիկոսում շիրիմ այստեղ Խորեն Մուրադբեկյան կաթոլիկոսին, ում խեղտամահ են այս շենքում, այս վեհարանի շենքում, և Բագրատ arczepiskopos Վարդազարյան, Արտակ arczepiskopos Սմբատյանց գնդակահարվում էին պետական անվտանգության կոմիտեի նկուղներում, նրանց հոգևոր եղբայրներից մեկը Թադևոս եպիսկոպոս Մարտիրոսյանը նշանավոր իր վերջին վայրկյանի խոսքերն է ասել, որոնք մնացել են որպես ուղենիշ, ասելով, որ մեծ է Սուրբ Էջմիածնի պատմությունը, ներկայությունը հայ ազգի պատմության մեջ։ Անցել են շատ թշնամական ժամանակներ, սրանք էլ կանցնեն, մենք էլ ձեզ էլ կանցնենք, բայց Սուրբ Էջմիածինը կմնա հավիտյանս։ Այսօրվա խորհուրդը հաղթանակի խորհուրդն է։ Այսօր մարդիկ ոչ միայն գալու են պատարագին, այլ նաև կանգնելու են եկեղեցու կողքին, տեսնում ենք այսօրվա իշխանությունները թիրախավորում են, հայհոյում են եկեղեցու սրբազաններին, գաղափարին, ո՞րն է իշխանությունների վերջնակետը։ Ուրեմն սրբազանները մահ և հալածանք են տեսել, ամեն ինչ տեսել են։ Ինչպես քիչ առաջ նշեցի, Խորեն Մուրադբեկյան կաթոլիկոսը, որ այս շենքում է նահատակվել, խեղդվել ուղղակի, խեղդամահարվել, երբ իրեն ըստ պատմության պահանջում էին Մայր Աթոռի գանձարանը տրամադրական բանալին, նա ասում է, որ ես միայն պահակ եմ ասել, այդ պատճառով եմ խեղդվել, այս հարստությունը հայ ժողովրդին է։ Այսօր է նույն պատմությունն է։
պատմությունը չի փոխվել, բայց ոչինչ չի կարող սասանել ոչ Սուրբ Էջմիածինը, ոչ Հայոց եկեղեցին, ոչ նրա ծառայողներին, եւ որովհետեւ այն միակ երաշխիք ու գրավականը այսօր մնացել մեր կյանքում, որը ապահովել է մեր վերելքը։ Իսկ ինչ է իրենց նպատակը, հարցրեք իրենց եւ իրենց հայրերին, քանի որ ստի հայրը սատանան է հալու դեմքով, հարցրեք իրենց մտքին, հոգուն, խղճին, որտեղ սև խավարը դրված, բայց ինչպես հիմնադրությունն ասում Սուրբ Էջմիածնը, փառքի լույսը իջնում է մեր երկիր եւ իջնել է մեր երկիր։ Ուրբաթ օրը Սրբազան պայքարի աջակիցներին էլ էին ձերբակալել, բազմաթիվ քաղաքացիներին էին ձերբակալել, ինչ է տեղ ունեցել։ Տեղի են ունեցել հիստերիա։ Մեկը կար, որ գտնվում է Թուրքիայում, մեծ եղբոր մոտ, կամ հոր մոտ, երևի չգիտեմ, ես Բաքվում չեմ եղել որևէ եղբորի մասին։ Եվ այդ ցնցումները երևի բերել էին նրան, հասկանալով, որ կան մարդիկ, կան ուժեր, որոնք ազգով եւ հոգեվոր կյանքով տողորված ապրում են եւ թույլ չեն տա, ձգտում են հաղթանակի, ոչ թե միայն հաղթանակ, որը պարզապես ինչ-որ քաղաքական նպատակ է հետապնդում, այլ հաղթանակ, որը մեր կենսագրության, մեր տան վերականգնման մասին է։ Սուրբ Էջմիածնի հաղթանակն է։ Միջայլոց քիչ առաջ ձեր հարցը մեջ ասեցիք, բազում մարդիկ կանգնած են Սուրբ եկեղեցի կողքին, ես ուզում եմ վերստին շեշտադրում կատարել։ Ժողովուրդ ջան, պետք չի կողքը լինել, ոչ մի բանի կողքը պետք չի լինել։ Դա կամ քոնն է, կամ քոնը չի։ Մեջը պետք է լինել։ Քո մեջ պետք է լինել, եւ դու էլ նրա մեջ պետք է լինել։ Եվ այս խորհուրդով եմ ուզում ապրել, որովհետեւ ինչպես Իսահակյանը ասում է, Ավետիք Իսահակյան, եթե յուրաքանչյուր հայի մաշկը քերես, արյունի հետ Սուրբ Էջմիածին կգրես։ Այդպես է մեր խորհուրդը, եւ ես մաղթում եմ, որ գիտակցության հոգու սրտի մեջ նույն պատկերը, նույն տեսիլքը, նույն խորհուրդը դաջված եւ արձանագրված լինելով Սուրբ եկեղեցու մեջ եւ Սուրբ եկեղեցի կողմից։ Սրբազան ջան, խնդրում եմ ողն եք, ես ձեզ եք կար շատ է սիրում ուր, սպասում եք, Պահանջի բոլոր տեսնեմ ձեզ, տեսակ։ Ես էլ են կանոր ասացը չեք պատկերացնել, այլ մի ամաչի, Սրբազան ջան։ Սրբազան մենք թե շատ ենք սիրում ապրեք, էլ ապրեք մի պայքարեք մինչև Ես ու կոտոններն եմ։ Մեր նահատակ հերոսների ծնողներն են Բագրատ Սրբազանի հետ։
Fazan mi herten de razem. C'est pas un height. Allez, c'est pas un height. Même не сильно Խենթը ինչ ասեմ, ասեմ խելոք։ Խենթը Նիմը տաղուկի, ուղ եթերի սիրելի հայրենակիցներ, գիտեք մեր կյանքում լիքը խենթեր կան, մի կանիսներ øստեղ են, բան չկա, նորմալ է։ Գնում եք Գայանևանքը, այստեղ շատ ժողովուրդ հավիլ է, բայց Գայանե իմը չի, ուզում եք որ Գայանե լինելու։ Լավ, Գայանեի տոնն է, ճիշտ է։ Դե լավ է, ծես հաջող, բայց Որպես Սուրբ Էջմիածնից ծնված, կգամ։ շիշ եկի։ Այո, սուրբություն տարեք։ Դավայ միակ։ Եկսով իրար եք, թե։ Դες սպասեք։ Որտեղ է ծառան։ Գնալու։ Ասել եմ։ Լավ են, ձեր ամոթները Անցելա։ Բայց արև է հետևից ասում։ Այս կողմ եք եկել, քիչ ահն։ Նորմալ է։ Կարմիրներ։ Չերպակի։ Էտա։ Սաներկուս, այսօր շատ խորհրդանշական օր է, 22 տարի առաջ, հունիսի 22-ին, եպիսկոպոսական ձեռնարկություն անցկացել եւ օծում Գայափար հայրապետի կողմից, ուրեմն 22 տարի հունիս 22-ի այսօրն է, 22.
Arthur estեղ է։ Լիլիթին ճանաչում Ծանոթա չեմ իշ։ վերջերս մեծ թեմաներով էր անցնում Գյումրին չէ՞ Հա, ոյ, իստոս մեծ ծանոթ։ խարկա դրել Գլխին բանկար չճանաչեցինք։ Ուշ կարողություն։ Ժամանակար Կներեք։ Ես կոնկրետ ֆազաներով եմ մտել, իրանք վերցրել տարածում։ Գնամ Ինչև ժողովուրդը Երևան։ Այո, հիշեցնենք, որ Կաթուղիկե Սուրբ Էջմիածնի տոնն է, Էջմիածնի Մայր տաճարի հիմնադրման տոնը, բազմահազարանոց ուխտավորների խումբը Էջմիածնում է, դուրս են բերվել մասունքները, այն կարմիր պատի մոտ